Դուք դիտում եք Civilnet-ը եւ այսօրվա գլխավոր նորությունները։ Նվաճենք Wall Street-ը շարժմանը զորակցություն են հայտնել աշխարհի ավելի քան 950 քաղաքներում եւ 82 երկրներում, ինչի հետևանքով ակցիան ստացավ Նվաճենք միասին անվանումը։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում Նոր Զելանդիայից մինչև Ալյասկա։ Հիշեցնենք, որ ակցիան մեկնարկել է Նյու Յորքում եւ ուղղված է ֆինանսա-բանկային ինստիտուտների, կորպորացիաների ագահության եւ չարաշահումների, քաղաքական գործիչների կոռումպացվածության դեմ։ Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, որը կտևի մինչև հոկտեմբերի 20-ը։ Այցի շրջանակում Բերնսը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, որտեղ կքննարկի երկրների ղեկավարների հետ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական համագործակցության զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել 3 ռուսական հեռուստաալիքների ղեկավարներին։ Նա պատասխանել է նաև առաջիկա ընտրություններին վերաբերող հարցերին։ Հարցազրույցի մանրամասներին ծանոթացեք օրակարգ AM կայքում եւ մեր հետագա թողարկումներում։ Կոտայքի մարզում հոկտեմբերի 16-ին մահացել է Արայի ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերվել է Սևան-Երևան մայրուղու մերձակայքում։ Պետրոսյանի ձեռքին եղել է ՏՏ մակնիշի ատրճանակ եւ ըստ նախնական վարկածի Արմեն Պետրոսյանը ինքնասպան է եղել։ Օրվա մնացած կարևոր իրադարձություններին ծանոթացեք Civilnet.tv կայքում։